ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք մեր Առավոտը մեդիահաբի հետ հաղորդման հերթական թողարկումը, ինչպես միշտ սկսում եմ իմ գործընկեր Արտուր Հայրապետյանի հետ, բարև Արտուր։ Բարև լույս Կարեն, բարև լույս հարգելի հեռուստադիտող։ Ես հիշեցնեմ Կարեն, որ մեզ դիտողները անմիջապես թող գրանցվեն մեր YouTube-յան ալիքին, ակտիվ լինեն, մենք ունենալու ենք ինչպես բոլոր մեր թողարկումների ժամանակ շատ հետաքրքիր հյուր, մենք փորձում ենք Առավոտը մեդիահաբի հետ շատ հետաքրքիր հյուրեր հրավիրել, որպեսզի մեր առավոտը մի փոքր ավելի թեթև լինի, դրական լինի եւ փորձենք հեռուստադիտողին մի փոքր այսպես դրական էմոցիաներ պատկերենք, չէ՞ Կարեն։ Իդեպ մինչև մեր հյուրը կմիանա եւ մենք կանցնենք մեր գլխավոր օրակարգին, երկու հարցի շուրջ արագ խոսենք, որովհետեւ կարծեմ դա մենակ մեզ չի ուզում, այլ նախ բոլոր այն քաղաքացիներին, որոնք դժբախտություն են ունենում կամ στիպված են լինում անցնել Պարոնյան փողոցով արդեն մի քանի ամիս, որովհետև իմ մոտ տպավորությունը Պարոնյան փողոցը օկուպացված է։ Ուղղակի, որովհետև ես երազում եմ, էլ եմ ասել, չէ՞, այդ միտքը երազում եմ այն օրվա մասին, երբ հայոց պատմության էջերում կգրվի որպես Պարոնյան փողոցի ազատագրման օր, որովհետև ամեն ինչ ես կարծում, դանդաղում են, թե չիմացության արդյունքում, որտեղ մի քանի անգամ չէ կարծես քանդեցին, նորից ինչ որ ասֆալտ գցեցին, հետո հիմա այդ կարծես այդ կողային բաներն են ինչ որ սարքում, չես հասկանում ինչի են այդպես դանդաղում։ Ես չգիտեմ, բայց այս ժամանակահատվածում կարելի էր մի ամբողջ համայնք ստեղծել, մի ամբողջ բնակավայր ստեղծել, օրինակ մեր մոտ Այնթապ Նորխարբերդ համայնքներում մարդիկ հող են առնում, հիմքը գցում են տան, զրոյից սարքում են 2-3 հարկանի տուն եւ շատ ավելի կարճ ժամանակահատվածում ինչ այս Պարոնյան փողոցն են ինչ որ ջրագիծ են փոխում, ինչ են անում, մեկ տեսնում ես այստեղ քանդել ասֆալտել են, հետո նորից այդ նույն տեղը քանդում են, այն դեղին բաները բերում շարում են, մի խոսքով էլ եմ ասում, այս ժամանակահատվածում Կարեն, որ հիմա մարդիկ արձակուրդում են, դեռ երթևեկությունը այդ աստիճան շատ չի, հա, մեքենաները զգալիորեն պակաս են։ Հիմա վաղ որ դպրոցները Սեպտեմբերին ես չգիտեմ ինչ ա լինելու, որովհետև փողոցներ կան, որ դեռ մնում են փակ, օրինակ Կիևյանը, ու չգիտեն կհասնեն արդյոք սեպտեմբերին պատրաստել, որ կարողանան բացել, որովհետև չգիտեմ, իսկապես ծանր։ Կիևյանի մասին դժվար է ասել, նախ որովհետև օրերս Երևանի քաղաքապետը խոսում էր, որ Կիևյան փողոցում տեղի է ունենում երկու հերթափոխի աշխատանք եւ արագացված տեմպով, որպեսզի հասցնեն ավարտին կամրջի վերանորոգումը մինչեւ սեպտեմբեր, հուսանք այդպես էլ կլինի, ինչ վերաբերում է Պարոնյան փողոցին, ես այլևս Պարոնյան փողոցի հետ կապված որևէ հույս չունեմ, կարծեմ այն շուտով կհայտարարվի աղետի գոտի Պարոնյան փողոցը, հաջորդ խնդիրը Արտուր, որ ուզում եմ ասել, բենզինն է, Այո, մեքենա վարողները այսօր այդ խնդրի առաջ կանգնած են, ես մեքենա չեմ վարում, բայց քանի որ ակտիվորեն մեքենա վարողների շարքում ես, կարող ես անդրադառնալ, ինչու է թանկացել, որտեղ բանը դոլարի կուրսի նման է ստացվում, չէ՞, հա, բայց դոլարի կուրսը այդ աստիճանի չի տատանվում, ինչքան բենզինի գինն է տատանվում, նա ինչ քաղաքականություն է։ Ընդ որում նա էլի մենք համարյա օր չկա, որ չթմկարվի, որ Ադրբեջանից Հայաստանը մտել այսքան տոննա, այսքան վագոն վառելիք եւ այլն, հիշում ես, երբ որ առաջին անգամ Ադրբեջանից բենզին եկավ, ինչ որ PR, ինչ որ բաներ տեղի ունեցան, որ այդ բենզինի պրեմիումը այսքան է, ռեգուլյարը այսքան է, մի խոսքով, բայց տեսանք, որ էլի շատ կարճ կյանք ունեցավ։ Վերադարձանք այն նույն օրերը նույնիսկ ավելի թանկ, քան երբ Ադրբեջանից բենզին չէր ներկրվում, այսինքն մի տեսակ այն սանատորիայի պատմությունը, չէ՞ դառնված, կառավարությունը Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ ինչ որ գազ բաց թողեցին, մենք բոլորով գնացինք սանատորիա, որովհետև մեր կյանքում ոչինչ չփոխվեց, ավելի նույնիսկ բենզինը գնալով թանկանում է։ Հիմա ինչքան Ադրբեջանից մեծ քանակությամբ վագոններով վառելիք է ներկրվում Հայաստան, այդքան բենզինի գները գնալով բարձրանում է։ Դե Կարեն, ես կարող եմ շատ բան չեմ հասկանում, բայց մարդիկ հիմա էլեկտրական մեքենաներին են անցել։ Ինչ ես կարծում, գուցե այդ է խնդիրը, բենզինի այդ թանկացումը, որովհետև
մենք տեսնում ենք Ռուսաստանում բենզինի կոնկրետ խնդիր կա, չէ՞, մարդիկ անընդհատ sense հերթեր են գոյանում, փորձում են այդ բենզինը ձեռքբերել, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ նաև էլեկտրական մեքենաներին են անցնում։ Գուցե կգա ժամանակը, որ միայն էլեկտրական մեքենաներ Չէ, այդ ժամանակը գալու է, Արտուր ջան, անպայման։ Որտեւ ինքը էկոլոգիապես նաև մաքուր է։ Միանշանակ գալու է, բայց այսօր բենզինի գների թանկացումը ամենևին պայմանավորված չի էլեկտրական մեքենաների շատացման, հակառակը տրամաբանությունը հուշում է, որ որքան շատանան էլեկտրոմոբիլները, այդքան պետք է էժանանա բենզինը, որովհետև այդքան պահանջարկը նրա հանդեպ քչանալու է, բայց որքան շատանում են էլեկտրոմոբիլները, որքան ավելանում են Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի վագոնների քանակները, այդքան բենզինը թանկանում է։ Աստծո սիրուն, մի ներկրեք Ադրբեջանից բենզին, եթե այն պետք է օրորի թանկանա։ Հա, այդ խաղաղության պայմանագիրը հասկանում ենք ճակերտավոր ինչ-որ երևի թանկ հաճույք է, դրանով է պայմանավորված բենզինի գնի այդ աճը, բայց թողեք մեքենա վարենք, որովհետև հակառակ դեպքում ինքնաթիռով թռնելը արդեն ավելի ձեռնտու է դառնում։ Իրոք ինքնաթիռով միտեղից միտեղը հիմա գնաց, օրինակ Հայաստանից Եվրոպա ինքնաթիռով գնալը ավելի էժան է դառնում, քան թե երրորդ մասից Պարոնյան փողոց մեքենա բենզինով մեքենայով հասնելը, ասենք, սա ինչ-որ մի հատ աննորմալ երևույթ է, էլի, իրոք աննորմալ երևույթ է, ես իմ մեքենան գազով չի, դրա համար ես գազի գներից տեղյակ չեմ, բայց որքանով գիտեմ գազի գներն էլ են գնալով թանկանում, ու իրոք եթե մարդ սեփական ինքնաթիռ ունենար, ավելի կգերադասեր կամ վերտալյոտ ուղղաթիռ, գերադասեր գար այստեղ իշնել, շատ ավելի էժան կտեղափոխվենք, մեր հարգարժան օպերատորն էլ ճանապարհից կարող է վերցնել, եթե ուղղաթիռով լիներ եւ երկուսով միասին կգայինք այստեղ, որովհետեւ նույն ճանապարհն ենք անցնում, ենթադրում ենք, որ իր վրա էլ է նույնքան թանկ նստում այս մի փոքր հատվածը, որքան իմ։ Այո, կարելի նաև անդրադառնանք երեկվա 9-րդ գումարման ազգային ժողովի ամբյանիկ նիստին։ Ես քեզ մի հարց տամ, այս հարցին փորձենք պատասխանել ու մեր հյուրին հրավիրենք, որտեղ արդեն մեր հյուրը տեսնում եմ, որ եկել է։ Երեք ինձ մարդիկ էին գրում Facebook-ով, ծանոթ, անծանոթ նաև, եւ մի շարք մարդիկ, որ ասում են, «Էս ինչ հիմարություն է, Նիկոլը հրաժարական տվեց, հետո հիմա ինչ ա լինելու, էս ինչ հիմարություն է, Նիկոլը խի հրաժարական տվեց»։ Արի դու մանրակրկտորեն մի հատ փորձի բացատրել Նիկոլը ինչու հրաժարական տվեց, որովհետեւ ձևավորում է նոր խորհրդարան, եւ նոր խորհրդարանը պիտի ընտրի վարչապետ, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ։ Մի հատ շատ այսպես հակիրճ փորձի ներկայացնել, շատ, բայց ոնց ասեմ, մաչելի լեզվով, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչու Նիկոլը հրաժարական տվեց։ Ճիշտ ասած, երկար բացատրելու բան էլ չկա, որովհետև օրենքի, հա, դու հարցիդ մեջ արդեն պատասխանն էլ կար, օրենքի պահանջն է, երբ որ տեղի է ունենում խորհրդարանական պետություն ենք մենք, ի վերջո, երբ որ տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններ, այնուհետև կառավարությունը գործող վարչապետի գլխավորությամբ պետք է հրաժարական տա ըստ օրենքի պահանջի, պետք է հրաժարական տա եւ խորհրդարանը նորընտիր խորհրդարանը ձևավորի նոր կառավարություն։ Ընդհանրապես դա է տեղի Նիկոլը հրաժարական նախորդ գումարումը որպես այդպեսին փակվում է, վերջանում է։ Կառավարությունը այո լուծարվում է, հիմա Նիկոլը ըստ օրենքի պահանջի հրաժարական տվեց, կառավարությունը նորից առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու, ԿՊ-ն առաջադրեց նրան վարչապետի թեկնածու, Վահագն Խաչատուրյանը, որը զբաղեցնում է անհասկանալիորեն Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը, ընդունեց Նիկոլ Փաշինյանին, այդ մի հատ կարճ ասեմ ու հյուրին հրավիրեց Նիկոլ Փաշինյանին, կամ Նիկոլ Փաշինյանը զանգեց, ասեց մի հատ ինձ հրավիրի, էականը դա չի, բանը հայտարարեց, որ մեծ պատիվ է իր կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը ստորագրելը, կարելի է կարծել այլ տարբերակ ուներ, կանգ առավ Նիկոլ Փաշինյանի վրա եւ ավանդույթի համաձայն շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, իրոք Վահագն Խաչատրյանի պաշտոնը նախանձելի պաշտոն է, մարդը ոչինչ չի անում, բանը միայն շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, այդքանով ավարտվում է նրա ամբողջ աշխատանքային պարտականությունը, շրջում է
թիկնաձորով ճանապարհը նրա համար ոստիկանությունը փակում է ու ինձ միշտ հետաքրքրել է մի հարց։ Եթե Վահագն Խաչատուրյանը մի օր փորձի այն ճանապարհը, որը անցնում է թիկնաձորով եւ մեքենայով, գնա ոտով, ով է իմանալու, որ նա Վահագն Խաչատուրյանն է Հայաստանի նախագահը, ավելին։ Հիշում ես Նյուլավինի այն անորսալի ջոր անեկդոտը, որ ասա, բայց ում ապետ Գորիրան որսան։ Ընդհանրապես, եթե թիկնաձոր չլինի, ես չեմ պատկերացնում մի մարդ, որ մտքով կանցնի խեղճ անմեղ Վահագն Խաչատուրյանին ինչ-որ մի ձևով վնասել մարդ, որից այս երկրագնդում ոչինչ ընդհանրապես կախված չէ, առհասարակ ոչինչ կախված չէ, այո, նրա լինել չլինելը մեր քաղաքական կյանքում ոչ մի դերակատարում չի ունենալու, հետևաբար ինչու պետք է նրան վնասել այն մարդ, մեր հաշվին մի մանարի թիկնապահներով ու մեր ճանապարհը մի փակի քո անցնելու համար մենք կհարգենք քեզ լույսերով կանենք, ասենք անցի, բայց ինչի համար այդ մի գալկեքը, այդ սիրերաները մի բանի համար, որը որևէ դերակատարում չունի, իսկ ինչ ես կարծում, չհրավիրենք հյուրին արդեն։ Այո։ Մեր այսօրվա հյուրն է Նինա Կարապետյանցը, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, ակտիվ, հասարակական գործիչ։ Ողջույն, ողջույն։ Կարապետյանց։ Давай Нина. Привет, Кандян, привет. Լսեք, խնդրեմ։ Անեցեք։ Ես լրիվ միանում եմ Պարոնյան փողոցի հետ կապված, իմ մի քիչ ուշանալը դրա հետ է կապված։ Տան կողմերն է, չէ՞, կարծեմ այդ։ Լսի աշխատանքի հիմնականում այդ հայրական տան այդ կողմերից ու դա մի հատ Այսինքն դու էլ ես ամեն օր առնչվում այդ ողբում եմ ամեն օր, որտեղ քաղաքում որտեղ տտվում եմ, տեղեր կան, որտեղ խցանումը ինչ որ իմաստով հասկանալի է, որտեղ փողոցները մի քիչ ավելի նեղ են, ու պարզ է որ շուտ նախագծված են։ Տեղեր կա, որ հասկանալի չի ինչի է խցանում, որովհետև այդքան լեն փողոցի վրա ոնց կարա տենց բան լինի, ու տեղեր կա, որտեղ ողբերգություն է ու լրիվ համաձայն եմ, լրիվ օկուպացված վիճակ է։ Հայտարարած վիճակ է, որտեղ գիտես բան կա, ամեն ինչ չափով սահման կա, որ ասում մենք կղեկավարենք, մենք կկառավարենք ռիսկերը, որ այսպես բանը ասում է, ուզում ես ասես ինգեր ջան, մի հատ արես ռիսկը կառավարի։ Պրոստը այս տրուբեքը որ գցել է ու ամենատեսին որ ասում ասֆալտ են թրել, հետո Քանդում են նորից։ Ախր այդ փռած ասֆալտով էլ որ քշում ես, նես բանը խրամատների մեջ են գնել, այ մենք որ պատերազմի օրին Արցախ էին գնում թիմով բան անելու, ֆիքսելու խաղաղ բնակչության նկատմամբ բաները, երթվում եմ, այտենց խրամատների փոսերի մեջ չէին կընկնում, ռմբակոծված տարածքները, որ քանց տեղ են կընկնում։ Այսինքն իրանց ասֆալտացնել ասֆալտ չի էլի։ Բողոքել առավոտ շուտ մի անգամ սկսենք բողոքել։ Այս կոֆեի շուրջ չենք բողոքել առնա, հատկապես մենք ոչ թե այսպես հարևաններով հավաքվել բամբասում ենք մի ուրիշ հարևանից, այլ մատնանշում ենք փաստը, այն ինչ որ կա, որ Պարոնյան փողոցը ավետի գոտի արդեն փաստ է։ Կառավարման պրոբլեմա է, որ մարդիկ կառավարում չունեն։ Այսինքն դուք ինչ որ մեկին բան եք պատվիրել կամ թույլ եք տվել, որ ձեր սարքած փողոցը քանդեն, իրանց աշխատանքներ անեն, չգիտեմ ով է, Վիոլաջուրնա ով անտեղ բան անի։ Ես էլ եմ հիշում որ ջրագիծը կա, որը հիմա վնասված է եւ արդեն քանի ամիս բնակիչները չունեն ջուր։ Դա ինչ ասես։ Բայց մի բան էլ կողքից որ լսում էի, ասում են Վահագն Խաչատուրյանը ինչ որ բան ասել չէ, ես անդադ լարված սպասում եի Տիխան Ալիևին շնորհակալություն կհայտնի այդ հնարավորության համար, որ ինքը հնարավորություն ունի հերթական անգամ Փաշինյանին ստորագրելու Փաշինյանի թղթերը, ես հա լարված սպասում եի, որ Փաշինյանի հետ ֆոտո կանի կամ շնորհակալություն Ալիևին ասել։ Սկսվեց մեր 9-րդ գումարման ազգային ժողովը։ Երեք կարծում եմ հետևած կլինես։ Շատ քիչ, ասեմ ինչի, բայց ինչ եմ քիչ հետևել, որտեղ ես համարում եմ, որ ոչ մի էական բան այնտեղ չի փոխվելու, որտեղ գործիքակազմ չկա, որտեղ այս համանդրությունը չի տալիս որևէ բան անել, որտեղ սա սուպեր վարչապետական ինչ որ մարդամեկը կար, որ այն ժամանակ բողոքում էր, հիմա այդպես full կոմֆորտի մեջ է այդ իր լիազորությունների պայմաններով, ու ես ոչ մի բան չեմ ակնկալում անկեղծ ասած, երեկել էր նայեցի, այդպես հատվածային նայեցի, նույն պատմությունն էր, ու ինչն էր իմ համար ի սկզբանե հասկանալի տենց է լինելու, որտեղ այն մարդիկ ովքեր խոսել են, այդ մարդիկ եկել են դիմացին, ինչ որ մեղադրանքներ են շփրտում, ինքն էլ շատ տրամաբանական են, որ գալիս ասում է, դու բանը Թուրքիայում որ գնացես թուրքերի հետ հանդիպել ես, այ ջան ասում դու քո կամավոր, այս մարդը աշխատանքի բերում ਵਾ գնացել Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպել կամ գնացել է սովորել նույն տրամաբանությամբ այդ հարցը որները պարզվում որ գնացել են նաև ինչ որ միջոցառումների մասնակցել, որոնք
ֆորումների, բաների, ֆորումների ինչ որ բաների։ Անդրամաբանական էլ այ Ժողովյանը, մայքիք նա հասկանանք էլ ով ում հարց տալի ու Մինչև սա Ինչ շեշտադրումը դնել, ասենք դու Թուրքիայում սովորել ես, գնացել ես Դու Թուրքիայում տեսել ես, մի քիչ մանկական հարցեր է, որ Թուրքիայում սովորում էիր թուրք տեսել ես, ոնց որ օրինակ ես այս տարի Վրաստանում եմ հանդիպել, հանգստացել, ոնց որ ինձ ասել, որ Վրաստանում հանգստանում էի վրացի տեսել։ Բարձր սահմանը անցել ես արդեն տեսել ես։ Տարօրինակ կլներ, որ թուրք տեսած չլիներ, դա ավելի կասկածելի կլներ։ կլներ։ Որ ասել գնացել ես Թուրքիա, օրինակ չինացիների հանդիպել ես, կմտածել կարող Մի քիչ գոնե տրամաբանորեն այո, Բայց մի բան կա, ասել իմ մոտ տպավորությունն է, որ ոչ նույն բանն է, ինչ 2021 թվականին տեղի ունեցավ, այն ընդդիմությունը, որ 21-ին բանը, ես միշտ ասում եմ, քաղաքականապես ինչ որ ճանապարհ անցած մարդիկ համաձայն եմ, բայց պատկերը Արտուր։ Հիմա 21 թվականին չէ՞ այդպես մտան, որ էս ասենց հասնենք սասուն մտնենք վանք, ասենց քայլվածքով խզարելով մտան ազգը։ Հիմա նույնն էլ երեք տեղի ունեցավ, ընդդիմությունը հենց դերևս փողոցից, միայն Բաղրամյան փողոցից ասենց խզարելով, ասենց բարով խմբով գալիս էր, որ էսա լեգիոններով մտնում ենք բանա պարահանդեսն է, բայց Չեռնամիրձինը, որ ասում է խաչելի как лучше получился как всегда, տեղն ունեցավ գրեթե նույն բանը առանց որևէ փոփոխության, գուցե ինչ-որ մարդկանց անուն ազգանուններն էր փոխվել, բայց հռետորաբանությունը նույնն էր, համարյա մեղադրանքները մի քիչ մեղնացել են, ոնց որ թե առանձնապես Արցախից չէին խոսում այդքան ինչքան այն ժամանակ դրոշները Հայաստան բանը սեղաններից բացակայում էր եւ հիշում եք Նիկոլա ասեց այն բաները որ դրած էր այս գումարում չի լինելու դու դրոշ այն բաները ու իրանք արդեն հիմա համակերպեցին եւ երեք սեղաններին չկար Արցախի դրոշը հարցը որ կասկածը արդյոք պատվավոր երկրորդ տեղի համար չէր ամբողջ պայքարը ընդդիմության եւ մոտ հիմա տանց ինչ որ նույնպես ստանալ էլի ու ամենակարևոր բանը երբ որ դու ինչ որ մի բան ասում ես ասենք էկրանից, այս մոնիտորից, քո հեռախոսից, այդպես էլի խզարած բառ, ասենք եթերային չի ներողություն իհարկե, բայց այդ նույն բանը պիտի կարողանաս մարդու դեմքին ասել։ Այսինքն եթե դու չես ասելու դա մարդու դեմքին, մի ասա, դու չես կարող դա ասես, էլի հասկանում եք։ Ու երբ որ դու գալիս ես այդ ամբյոնում կանգնում ես այդպես շատ Երեք օրինակ Գեղամ Մանուկյանը երբ որ իր ելույթում ասեց, այս ազգային ժողովը ոչ լեգիտիմ է եւ այլն, քպականները շատ լավ բան ասեցին, ասին, բա որ լեգիտիմ չի, ինչ գործ ունես դու ստեղ։ Ինչի՞ նստել։ Հա, ինչ գործ։ Դրա տրամաբանական բան իրար հակառակվելու այդ բանը, ասենք տրամաբանությամբ դու լինելով ազգային ժողովի պատգամավոր Բայց մի բան էլ Ռուբինյանը, որը նախագահի տեխնացուն է ԱԺ ու ամենայն հավանականությամբ արդեն կարանք համարենք, որ ԱԺ նախագահն է, ստացել է Թուրքիայից չի կարա չլինի ուղղակի տալ։ Համերաշխության ձեռք մեկնեց։ Համերաշխության ձեռք մեկնեց, կոչ արեց, որ սկսենք մոտավորապես էլ ինչ որ բարևար Քորեն միմյանցը ճպվել, քաղաքակիրթ ճպվել, այսպես ասած կառուցողական քննարկում անել համերաշխության ձեռք է։ Ցինիզմի բացարձակ դրսևորում է, որտեղ երբ որ դու մի ձեռքով կալանավորման, ապօրինի հետապնդման, չգիտեմ, գույքի ծեփականություն զրկելու գործընթացն ես, նո կոնկրետ ինքը չի ստորագրում, հասկանալի է, բայց իրաց թիմն է դա անուցել։ Դու այդ մի գործն ես անում, ես կոմցել ասում ես տղեկ ջան, թեկել խելոք բան իրար հետ Բայց հենց նույն պահին Ռուբինյանը համերաշխության կոչ էր անում, Տարոն Չախոյանը ամբյոնից թռնում էր ընդդիմության դեմքին, սենց տնավարի ասենք, որ ձեր կտրիչ Ներսիսյանը, ձեր վեապարը եւ այլն եւ բորբոքվում եք այն չեմ հիշում այն մի հատ կին պատգամավոր կա, ես իրանց անուն ազգանունները անդադ չփոթում եմ, նայել մեղա ինչ որ հաթաթեր տալի, որ մենք ձեզ դուք չեք մարսելու 300,000 ադրբեջանցիներին։ Հա, Հասմիկ Հակոբյանն էր, ես իրանց անունները միշտ մոռանում եմ։ Բանը չեք մարսելու 300,000 ադրբեջանցիներին, այսինքն Ռուբինյանը համերաշխության ձեռք է մեկնում, բայց մյուսները հիմա այսինքն ինչ Ռուբինյանը չի վայելում իր թիմի հարգանքը, աջակցությունը, թե ուղղակի ամեն մեկը մի դերերը բաժանել են, ինքը այն բանն է, որ բոլորին կոչ անում համերաշխության, մերոնց էլ, ձերոնց էլ եկեք բոլորը, կողքից էլ ասում են անցեք գործերի ու դերերը, ինձ թվում է 300,000 չմարսելու թեման կարա բարձրացնի մենակ այն մարդը, ով որ 5,000 զոհը
թիվը իհարկե տենց վիճարկում են տարբեր բաներով, բայց քանի դեռ հրապարակված չի պաշտոնապես յուրաքանչյուր զոհվածի ու մենք էլ հնարավորություն չենք ունեցել այդ ցուցակը ստուգելու անուն առանուն, ես կասկածներ ունեմ, որ կարող է 5000 լինի, եթե ոչ ավելի։ Հիմա այդ մեր մի քանի հազար զոհերի մարսածները այսօր մատ են թափ տալի ու ասում են դուք 300,000 հոգի թեման բարձրացնելու թեման չեք մարսելու։ Իհարկե տենց պիտի լինի, իհարկե տենց պիտի լինի։ Նրանք ովքեր որ մարսեցին ամեն ինչ եւ մարսեցին իրանց մեղքով չի, որտեղ ցանկացած իշխանություն ինքը ցինիկանալու հատկություն ունի, եթե չկա նրանք, ովքեր որ զսպում են։ Զսպում են ընդդիմությունը, քաղաքասարակությունը, հաշվել է, ինքը շատ լավ գիտի ինչ է անում։ Մենք ընդհանրապես ակտիվ այսպես քաղաքական։ Հա, բայց այս շատ կարևոր մաս է, գիտես, ես ամեն անգամ մտածում եմ ցանցերում դրա մասին բարձրացնում ենք, դա ունենում ընդհանրապես 1 օրվա կյանք կամ ավելի քիչ, որովհետեւ հաջորդ րոպեին կարող է ինչ-որ մեկին բռնելա ավելի ցինիկ բան լինի, կարողանա Սենց անցնում գնում է մեր կյանքը եւ լսի իստիմա չի անցնում գնում, ինքը սենց այդ կումուլատիվ էֆեկտը ունենալու է, որտեղ մարդկանց մոտ ինչ որ բան է մնում։ Գիտես որ ընդհանրապես չես խոսում դրա մասին, մարդկանց մոտ տպավորություն ամիշ նորմալ է, դե նորմալ է, ասում են, ոչ մեկ չի խոսում, սա հաշտվել են դրա հետ, բայց երբ որ խոսում են, ու շատ կարևոր է թե ովքեր են խոսում։ Էս էլ է շատ կարևոր ու ինչ են ասում։ Նորից, որտեղ երբ որ ոստիկանության իրենց իշխանություն եղած ժամանակ ոստիկանական ուժերը տենց սրտում տանում էին ու մենք դա հիշում ենք ու մենք դա մեր վրա անցել է, մենք դա ֆիքսելու, արձանագրելու աշխատանք են արել մեծ թվով, այդ նույն մարդիկ կամ իրանց թիմի անդամները կամ իրանց ժառանգները գալիս են ասում են ինչ ոստիկանական առարկայություն է, այդ պրոստը խնդալու է, էլի։ Երբ որ արտադրության համակարգ չլինելու հարցը բարձրացում են այն մյուս նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք այսօր ծեծ են ուտում ու դրա համար դժգոհ են, որ իրանք այդ արտադրության համակարգը իրանց դերում աշխատում, այդ խնդալու է, որովհետև ժողովրդական այդ արտադրության համակարգը, ոստիկանությունը, այդ ամեն ինչը դուք եք հիմնադիր հայրեր եղել եք ոնց եք ինչ ուզում։ Այսինքն շատ կարևոր է խոսալը, այդ շատ արտակ որ չեք անում, որտեղ մարդ հոգնում էլ է, էլի կանկեղծ լինենք։ Ինչքան է գնաս հանգստանաս հետ գաս, մեկը հոգնում ես, էլի։ Ինչքան կարա նույն բանը ասել, բայց պետքա չհոգնել անդադ ինչ որ բաներ ասել, ու շատ կարևոր է թե ովքեր են ասում ու ոնց են ասում, որ հասարակության մոտ դա ծիծաղ չառաջացնի, էլի։ Որտեղ ամեն անգամ քեզ աչք կտեն մտցնելու, ասել են, բա ձեր ժամանակները, Այդ հիմա ոնց որ ասողները փոխվում է, բայց ուղղակի մի բան տեղի ունեցավ, Ռուբինյանը, հենց նույն Ռուբինյանը նորից է, ճիշտ է, նույնը որ դերաբաշխում էր տեղի ունեցել, մեկը սա պետք է ասի, Ռուբինյանը պետք է համերաշխության ձեռք մեկնի, Տարոն Չախոյանը պետք է հիշի կաթողիկոսի ավազանի, պետք է չախի, ինչ ոնց ասի, ինչ Հակոբյան, Հասմիկ Հակոբյանն էլ մանա այն կինոյի աղջկա նման փող պետք է գա ու հաթաթաներ տա որ չեք մարցելու։ Ամեն ինչ նորմալ է իշխանության կողմից հասկանալի է, բայց ընդդիմության պահվածքը, երբ որ Ռուբինյանը այդ համերաշխության կոչը արեց, իշխանության ես լսել եմ որոշ ներկայացուցիչների խոսքում մոտավորապես հետևյալ տոնը կար, որ դեռ տեսնենք ինչ կասեն, դեռ տեսնենք ինչպես կընթանա, այսինքն ստացվում է հնարավոր է այդ համերաշխության ձեռքը սեղմվի այնուամենայնիվ համենայն դեպս ընդդիմությունը չբացառեց որ այդ ձեռքը հնարավոր է սեղմվի այն ընդդիմությունը որը գալիս էր որ այն համոզվածությամբ համենայն դեպս մեզ ներշնչում էր այդ համոզվածությունը որ հունիսի 8-ին մենք արթնանալու ենք այ մարդ դրանք այ քեզ Հայաստան սենց Հայաստան երբեք չենք գերազել չենք ունեցել չենք տեսել բայց այդ դեպքում ինչ համերաշխության մասին է խոսքը ԿՊ-ի հետ, ինչ կառուցողական մթնոլորտի մասին, հա, եթե պետք է քննարկել։ Այն պրոյեկտները, որոնք առաջարկում մարքսական զուգարանների անցած խորհրդարանում չեղավ, չէ՞ տենց կառուցողական քննարկում, ինչի մարքսական զուգարանները լավը չեն։ Լավ։ Ու ԿՊ-ն ինքը կոնկրետ պրոյեկտը դրել է իրեն, ինքը ինչ է ուզում։ Սկսած նրանից, որ ակնհայտ հակասահմանադրական կետեր ունի, կաթողիկոսի օրինակ ինչ-որ հիմար ձևակերպում ունեն այնտեղ եկեղեցու ղեկավարի հեռացում, ինչ-որ տենց հիմար բան են դրել։ Հակասահման ու նացած ամեն ինչ է։ Հիմա եթե կառուցողականությունը ինչի շուրջ է լինելու, որտեղ կարա լինի ինչ-որ հարաբերություն, օրինակ ես երբ որ բան է իրավապաշտպան կազմակերպությունի մասնակցում եմ, վերջին մի քանի տարիներին ես օգտատով ինձ հրաժարվել է իրանց հետ հանդիպումներ ունենալու, շփվելու, որտեղ հասկանում եմ, որ արդյունավետությունը 0 է, բայց ինքը վերցնում իրանք վերցում են ինչ-որ սեղանի շուրջ նաև
քո պատկերը այնտեղ դրած ու երբ որ հասարակությունը վստահություն ունի ինչ որ մեկի նկատմամբ, մտածում եմ որ այն ինչ որ իրանք արել են, այս մարդիկ տեսել են, լսել են, համաձայնել ու հասկացել որ մենք պրոստը կարտինգա ենք, հետո իրանք իրանք արածը, վատ արածը անում են մեկը։ Ես որոշել եմ որ չեմ գնալու հանդիպման, բայց օրինակ կային հարցեր, որտեղ ես իրանց հետ փորձել եմ համագործակցել, օրինակ գերիների հետ կապված, այդ կորածների հետ կապված այդ հարցը երբ որ եղել է, այդ հարցի շուրջ կարելի է։ Հիմա օրինակ ընդդիմությունը ինչի շուրջ է պատրաստ իրանց հետ, թող մենք կոնկրետ սահմանները գծեն, ինչի շուրջ է։ Ասեմ մոտավոր ասեմ մի վարքյան ուղղակի բայց դա էլ ազնիվ չէ, էլի, որտեղ դու տրոներին ընտրություններից առաջ գալիս ես ասում ես հետևյալը եմ հեսա ասենց տակ քանդեմ վրա եմ։ Ես ասեմ որ ուժեղների հետ երբ խոսում ես, ասում եմ մենք իշխանություն ենք։ Իրանք իշխանություն են։ Իրանք չեն ասում որ մենք ընդդիմություն ենք, ասում են մենք իշխանություն ենք, մենք ինչ որ խոստացել ենք մեր ընտրողներին, հիմա տեսեք մենք մարզերով ընկած այդ խոստումները փորձում ենք իրականություն տալ։ Իսկ մարդիկ պետություն կառավարումն ու բարեգործությունը խառնել են իրար։ Պետության կառավարումը չի կարող փողերով ուտի ուժեղ Հայաստանի падգամավորներից մեկը ասեց ինչի համար են իրենք վերցրել մանդատները։ Ուրեմն մենք վերցրել ենք մանդատները, որ հայ մնանք, որ պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, պաշտպանենք մեր արժանապատվությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին, վերցրել ենք մանդատները, որ Բաքվի եւ Հայաստանի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղբանտարկյալների վերաբերյալ փորձենք լուծումներ գտնել։ Շատ լավ բան է, եթե դա կարողանալու են անել մանդատ վերցնելու։ Բայց այդտեղից բացակայում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակը։ Հիմա այդ նույն բաները կարող են անել առանց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ համագործակցելով ԿՊ-ի հետ։ Չէ՞ կարան, չէ՞ տրան։ Սկզբունքորեն կարան անեն։ Չեմ կարծում գտնվի մի ԿՊ-ական, ով որ բարձրաձայն հայտարարի ոչ Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից եւ ոչ մեկ չպետք է վերադառնա։ Այդ դեպքում իրանք կարող մանդատ չվերցնեն, բայց այն ինչի մասին որ պիտի բարձրաձայնեն ու խոսեն ամբիոնից, արժանամբիոնից, կարային ասենք դա անել, ասենք սոցցանցերի միջոցով կամ հաղորդումների շրջանում։ Իսկ հանուն արդարության, բա եթե ծեծ չի լինում, իսկ թվում է արժեքները ոչ մեկ չեն նայում, չէ՞։ Ոչ մեկ չի նայում, այսինքն երբ որ ասում են որ այդ ամբիոնը պետք է, որովհետեւ այդ ամբիոնից կարող ես խոսել ավելի շատ մարդ է քեզ լսում, ես կայքեր գիտեմ, բլոգերներ, առանձին անհատ բլոգերներ գիտեմ, որոնց լսարանը շատ ավելի մեծ է, կամ բոլոր դիտում, բոլոր կայքերի, բոլոր դիտումներ ազգային ժողովի ինչ որ նիստերից կամ ուղի եթերներից, էլի։ Բայց եթե այնտեղ ծեծ չի լինում, ծեծ ջարդ հավյանք շփրտել իրար քաշքշով, ոչ մեկը չի նայում, էլի, առանց ոչ մեկի ներվերը չի։ Դուք էլ չէիք նայ իրականում, հանուն արդարության եկեք ասեք, դա մասնագիտական չի։ Դե մենք ստիպված չարենք բերումով, գործի բերումով զբաղված ենք։ Մենք էլ նստած ստիպված նայում ենք։ Տանջվելով, տառապելով նայում ենք, որտեղ դա նայելու բան չի։ Բայց ծեծը հետաքրքիր է։ Ծեծն են լավ է նայում։ Իրականում ծեծն էլ շնորհքով չի, հասկանում ես։ Ես հին եմ, ես հիշում եմ, երբ որ ծեծ էր լինում, կոնկրետ ծեծում են։ Էս ինչ խզիկ լամիշ վիճակներ է։ Ոչ ծեծն է ծեծ, ոչ հայյանքն է իր տեղին, ոչ հայյանքի պատասխանն է իր տեղին։ Հասկանում ես, ոչ մի բան իր տեղում։ Այդ ամեն ինչը ես հասկանում որ հիմա կատակի ենք տալի, բայց ամեն ինչն արժե զրկվել, որովհետև դու չէի կարա հայյանք տա, ես հին եմ, իմ ժամանակ երբ որ հայյանք էր տալի, դրա պատասխանը պիտի տայր, դու պիտի պատասխաններ քո խոսքերի համար, տեղի համար, այդ տարածքում գտնվողների նկատմամբ անպատասխանատու վարքագծի Այո։ Հիմա տարածվել է համատարած անպատասխանատվության միտքն է տարածվել։ Բեզաչետնիկությունը։ Ես просто եթերից չի ուզում ասել, բայց հա։ Եվ ոչ միայն դա։ Էլի լիքը բաներ չափորոշիչներ կային, ու դու բակ չէի կարա իջնել։ Հիմա առաջի դեմքերի մակարդակով կնի ինդիմություն, իշխանությունն ասած։ Խոստումներ են տալ, ինչ որ բաներ են ասում, որոնց պատասխանը, որոնց հետևից իրանք չեն գնում, հետո ոնց ասում դե ոչ չստացվեց, էլի զբկաների կսմա չստացվեց։ Չի կտես չէին անում իմ ժամանակ հասկանում ես բակում։ Չլի։ Հայտնի բանն է, չլնի, դա այդ մարդու ասածը դա չլնի, դարավ իրոք քաղաքական ցուցիչ, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունը լրիվ դրա վրա է կառուցված։ Դա չլնի, ու մարդկային հարաբերություններն են դրա վրա կառուցված։ Ամեն ինչն է, որտեղ ժամանակ կար, երբ որ բիզնես էին մարդիկ անում, դե հայ, մա լավ չի որ պայմանագիր չէին կնքում, չէին տանում, չէին վավերացնում, ինչ որ բաներ չեն, բայց
ասենք խոսք էին տալի ու այդ խոսքը ավելի շատ արժեք ուներ, քան թե հազարավոր թղթեր, որոնք ստորագրել էին։ Թաղի մակարդակով մեծը հարգանք ուներ, մեծը խոսքը արժեք ուներ ու մեծ արունայեղություն էր կանգնացնում։ Հիմա ոչ մի բան արժեք չունի, ոչ մի բան հեղինակություն չունի։ Ու դա շատ վտանգավոր է։ Ես կոչ չեմ անում մարդկանց վերադառնալ օրինակ քրեական ենթամշակույթը բերել տարածել միջավայրում, բայց երբ որ դու ամեն ինչն ես արժեզրկում, ուսուցիչ արժեք չունի, զինվոր արժեք չունի, դատավոր արժեք չունի, իրավապաշտպան արժեք չունի, լրագրող, հետո Այն ղեկավարությունը բաշխի չեմ ասում, նրանք Հետո նույն հարթության վրա են արդեն դիտարկում այդ ամեն ինչը։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ ազգային ժողովի նիստը սկսվեց, բայց դու կարող եք մեզ հետևել, որովհետև եթե ազգային ժողովում տեղի ունենան շատ այսպես թեժ իրավիճակներ, մենք անմիջապես կմիանանք ազգային ժողովի հենց այդ կարգին։ Իդեպ կրկնելով իմ գործընկերոջ խորհուրդը, որ հետևեք մեզ, ասեմ, որ ավելի լավ է մեզ հետևեք, քան ազգային ժողովի նիստին, որովհետև հավատացեք նախ ազգային ժողովում եթե իրար ծեծեն, իդեպ ծեծը անպայման մի օր լինելու է վաղ թե ուշ, սակայն եթե ծեծեն մենք անմիջապես այդ կադրերը կմիանանք այդ կադրերը ցույց կտանք, բայց եթե չէ որևէ այնտեղ հետաքրքիր բան տեղի չի ունենալու, ավելին մենք հենց հիմա մենք ասում ենք թե ինչ են խոսալու իրենք։ Այդ նիստի ժամանակ հավատացեք մենք ավելի լավ կասենք ինչ են խոսալու իրենք, քան իրենք հիմա գիտեն թե իրենք ինչ են խոսալու, որովհետև նույն հռետորաբանությունն է լինելու, ոչինչ չի փոխվելու, մի քանի հոգի որպես նոր падգամավոր չեն, հենց որ բանակում ոնց օրինակ որ մեկը մտնում է բանակը հենց են դեմի օրերը փորձում է Հայաստանի Հայաստանի բայց կիրան վերադարձնում այնտեղ որտեղ իրական տեղն էր, հիմա մի քանի հոգի ինքնահաստատման փորձեր են անելու են հնաբնակները ասես մի տեսակեն վերին բաներից հենց որ ջահելները թողոցան մենք մերը հələ կասենք այդ պատկերն է լինելու այն խեղ ջահելներն էլ մի բան ասեմ նոր ես այստեղ ասում են որ Կարինին ասեք թող քիչ խոսի որտեղ հարցը տալիս է ինքը պատասխանում երբ եմ ես հարց տվել գիտեմ հա լավ ինչ հարց եմ պատասխանեք Սեմիր ջան ով Ես անպայման իր խորհրդին կհետևեմ, բայց այս միտքս ավարտեմ, որ այդ հարցի շուրջ խոսանք։ Ուրեմն ազգային ժողովը քաղաքական գործունեության արդյունք է, ոչ մեկնարկ։ Մարդը սկզբից ծավալում է քաղաքական գործունեություն, հետո նոր հայտնվում կամ չի հայտնվում ազգային ժողովում։ Այս նոր падգամավորները նախ հայտնվել են ազգային ժողովում, հիմա նոր փորձում են քաղաքականությամբ զբաղվել։ Սա նորմալ վիճակ է առհասարակ քաղաքական կյանքում, այն հարցը տվեց էլ ձեն չեմ անում։ Իպսիվեջան Չէ, բայց հետաքրքիրը բանի մեջ է, զրույցու բանավեճի մեջ է, դրա համար չէ, խոսելը ճիշտ է։ Ամենահետաքրքիրը, որ մենք կարող ենք ասել, օրինակ շատերը կվերագրեն հիմա ընդդիմությանը, որ նոր մարդիկ են եկել, տենց խամ են, սովոր չէ։ Բայց ես նայեցի մի քանի կադր կար, որ ԿՊԻ կին падգամավորներ կային, որոնք անցնում էին անունը մոռացա երեխու Ղազարյան մի հատ падգամավոր կարգին հետը գալիս է ու թույլ չի տալի որ հանգած հարցը Չէ, Սոնա Ղազարյան այդ անցնում է պաշտպանում է թույլ չի տալի որ հարցեր տան ասում հարցեր մի տվեք այլ հարցեր մի տվեք ո՞ւն է այդ մարդը որ եկե հասել է ու ես ամեն անգամ ինչի էի ասում որ այդ ուղղակի ձևական առումով ունենալ մարդկանց շատ վտանգավոր է օրինակ այդ կանանց քանակը ապահովելու համար զուտ վերմեջ ջան մարդ է ստեղ դնում դա շատ վտանգավոր է հիմա մարդուն բերել եք հասել եք падգամավոր Իմ ձեր բոլորիս այ վիպսիմեի բան մնացած բոլորի ճակատագիրը որոշող մարդիկ են այս մարդիկ բայց այդ մարդը չկարողանա երկու հարցի պատասխանի падգամավոր ներողություն լրագրողը երկու հարցի պատասխանի ինձ բան արած sense մամա նասետկա կուրուչկա նասետկա sense փաթաթած պրտեցին դալիճ ու ասեն հարց տակ վերջ պրծավես այս հարցերը տակ բայց այնց ոնց կլինի ժողովրդա Դրա համար է շատ կարևոր է, էլի նաև երկու կողմն էլ տենց շատ խամ հավաքած նոր դեմքեր ասելով ի նկատի չեն ունեցել, էլի որ սավսեմ խամ մարդկանց վերես հասցին այստեղ։ Մարդիկ պիտի կարողանան ճանապարհ անցած լինեն։ Ես պիտի դաժե կյանքում ոնց այն որ ասում շատ ռուսերեն ասես այդ տակը գրեն։ Надо уметь держать удар, հասկանում ես, երբ որ դու պատրաստ չես այդ հարվածները պահելու, դու այդ քո տեղում չես, դա քո տեղը չի։ Մի քիչ լավ աշխատանք կա, գործնության տարբեր ձևեր կա, տեսակներ կա։ Շուտ գնացիք ուրիշ բանով զբաղվեք։ Դու տեղ եկել ես, ու հարվածներ ասելով ոչ թե ծեծը, որը մենք ակնկալում ենք որ լինի, այլ հենց հարցերը, դժվար բան հան չոներ ներկայացված պոզիցիաները, դու կարողանաս սպահես, չես կարողանում, դու տեղում չես այն երջան։
Ես ամեն անգամ այդ եմ գնես եթե եմ հարցում, ասում լավ Ժորժ ջան, որ գնում եք ինչ որտեղ հանդիպումների, բանակցությունների, կապ չունի ով կլինի, ադրբեջանցի կլինեն, Թուրքիայի հետ եք հանդիպում գնում, Ռուսաստանի հետ եք հանդիպման գնում, լույթը գնում, որ այն կողմից ձեր նկատմամբ ինչ որտեղ ճնշողական բան անում, բա դուք ո՞նց եք դիմադրելու։ Այդ ձեր որ ասում եք հարցերի չի պատասխանելու։ Բա որ գնաց այնտեղ մեր հարցերը ո՞նց է պատասխանելու։ Ընդդիմադիր падգամավորներից մեկն էր մի հատ ջահել ասեց պարտավորեք իմ այդ հարգանքով խոսակ, որովհետև ես պատերազմի եմ մասնակցել։ Դա միակ հակադարձում է։ Պատգամավորներ, որը Հա, միակ բանը, ամենայն հարգանքով բոլոր պատերազմի մասնակցածներին, որտեղ ես իսկապես մեծ հարգանք ունեմ։ բայց ես որ նայում ես Նինա կներես որ ընդհատում եմ ինքը ծառայության մեջ ա եղել այդ տարիներին, որովհետև եթե հիմա 24 տարեկան է, պատերազմը երբեր մարդը իր ժամկետին ժամկետային ծառայող ա եղել, թե ամենայն հարգանքով, բայց հա, էլի հարգանքով, բայց չի կարելի դա դարձնել վերջնական արգումենտ։ Այո։ Իհարկե դա Կամ պաշտպանական վահան։ Հա, որ ինձ այլևս հարց չտա, որովհետև ոնց որ ես հիմա ասեմ, երկու երեխա եմ ծննդաբերել, ինձ էլ հարց չտա։ Այ հարգանքով հարգանքով խոսեցիք հետո, սա վերջացավ։ Ու դե չափը իմացիք։ Այ քեզ բան։ Շորջանս մամեն չստոպ ուներ։ Արդեն ես մի քիչ ամաչում եմ խոսում։ Մենք թեմայի անցում անենք։ Այո, հանգիստ խոսական։ Այդ ազգային ժողովի այդ նիստի ժամանակ ընդդիմությունը վեր կացավ ու հենց դեմից խրոխտ հարցրեց ուր է վեհապարը։ Կարծես նրանց ցույց տվեցին ուր է վեհապարը ու նիստից հետո վեր կացան գնացին Մայրաթոր։ Ցույց տվեցին, գնացին ստացին։ Դեռ ոնց որ չգիտեմ, կներեք որտեղ է վեհապարը, մոտարապես Մայրաթորում։ Ու գնացին Մայրաթոր օրինակ ստանալու, լավ արեցին։ Հայաստանը յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գնա վեհապարից օրինակ ստանալու։ Բայց մեր քաղաքական կյանքում, ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքում ինչ ազդակ հանդիսացավ այդ օրնանքը։ Լավ ինչ փոխեց։ Լավ ստացան օրնանքը, այսօր եկել են ազգային ժողովը, օրնանքներով լեցին։ Դե կպակասում չստացան այդ օրնանքը։ Ինչ փոխեց նրանց կյանքում եւ ինչ փոխեց նրանց կյանքում։ Խնդիրը ասածս այն է, որ այնուամենայնիվ այս ընդդիմությունը ինչ են կարծում, ունակ է կատարելու այն խոստումը, ինչի արդյունքում ստացել է մեր բոլորից խվեն։ Ու բոլորից հավաքական առումով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։ Ինչ ես աչքերը չրվերիկս նայում են անեկդոտը մնա։ Էդի հարցին ձեր ու։ Չի ընդհանուր։ Ես ախր որևէ ալիք եւ չգիտեմ, ես ազգային ժողովը իմ համար երեք ես գրել եմ շատ մի բառով լակոտակրատիա։ Գուցե այնտեղ մարդիկ կլինեն, որ կնեղանան, իհարկե ամբողջական պատկերին են ես դրան անդրադարձել, ես որևէ բան չեմ կարող ավելացնել։ Այսինքն 5 տարի է սպասելու են, որ նորից գա 2031 թվականը։ Թե մարդիկ ասում են, այս ազգային ժողովը շատ կարճ կյանք ունենա, չգիտեմ այդ դրամաբանությունը որտեղ է աշխատում, Հիմնավորումները։ Այո, ինչ մոտիվացիայով են իրենք փորձում դա մարդկանց ասել, որ կարճ կյանք ունենալու, ինչ է լինելու Շատ կյանքից պիտի մեկը հեռանա, գլխավորը այդ մեկը դու ես այդ մեկը ոնց է Վագն Խաչատրյանը հետը բան անի, սելֆի որ անի, չէ, հատուկ իրան աշխատանք ճաշի։ Գիտես ինչի կարա կարճ կյանք ունենա, որովհետև այն պրոյեկտը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իրականացնել, ինքը շատ ծանր է, մարդկայնորեն Հայաստանի համար, հայկականության համար, ժողովրդի պետականության համար շատ ծանր է լինել, որտեղ ինքը արդեն բացահայտ խոսում ա թե ինքը ինչեր է պատրաստվում անել ու դե քարոզարշավից առաջ է։ Հա, ուրեմն մարդկության եկեք ասենք, որ մարդը տարբեր դերվագներով կամ արդեն ոնց բացահայտ ափաշկարա իրան ասում է։ Դրա համար իրավիճակ կարա ներսում լարվածություն լինի, բայց եթե նորից գալու են ու նորից այն հին ձևերով հայտնի վերցնելու են մարդկանց տանեն փողոցներով ու նույն մարդիկ են լինելու ովքեր առաջնորդելու են այդ ընդվզումը մարդկանց փողոցային պայքարը կներես ասում են տենց են սիրուն տանելու են մարածնեն ճանապարհեն տուն եթե դա է իրան թույսը որ փողոցը պիտի գեներացնեն ու նույն մարդկանցով գնան նույն բաները ասեն նորից վերադառնալով նրան որ ասում էի երբ որ բռնություններից են խոսում կան անարդարությունից են խոսում խանդալու է դառնում ու մարդիկ լուրջ չեն ընդունում նույն բանը ես օրինակ նայում եի 20 թվականի հետո բոլոր հավաքների բաների ժամանակ ես չեմ կիսել այդ հավաքների կազմակերպիչների տեսակետը բայց ոստում լսում եմ մասնագիտական աշխատանքային ինչ պետք է ոստում լսում եմ հասկանում որ սա ճիշտ է մեկը մեկին ճիշտ է ես էլ եմ պատրաստ դրա տակ ստորագրել բայց երբ որ ասում ով է դա ասում ու մարդիկ նայում են ասում են լավ դե լուրջ է ասում
ասենք ոնց չեմ ուզում պրոստը թիրախավորեմ որտեղ մարդիկ կան, որոնք բանտերում են, մարդիկ կան, որոնք հետապնդման են ենթարկում, կապ չունի ես իրանք սիրում եմ թե չեմ սիրում, կիսում եմ քաղաքական հայացքները թե չէ, եթե մարդիկ հիմա դժվար վիճակում են, ուղղակի չեմ ուզում թիրախորել, բայց ըստ տարին մարացրել ու դու դրա բարոյական իրավունքը չունես դա ասելու, հասկանում ես, իրավական առումով դու ազատ ես ինչ որ բան ասելու, բայց բարոյական իմաստով դու չունես այդ բարոյական իրավունքը խոսելու արդարադատության համակարգի ֆորում բացատրելու ոստիկանության պետության, դու չես կարող դրա մասին խոսել։ Բայց իրանց հույսերն ա, որ իրանք այնտեղ պարլամենտում են լինելու ու դրսում էլ իրանք են առաջնորդելու։ Ձեր բարևներ, Կարակ Ծածկիկ, Նիկոլ Փաշինյանին շնորհավորեք, Ալիևին էլ շնորհակալություն հայտնեք հիմա բոլորդ, որտեղ իր բոլոր կամ շնորհավորեք բոլորդ, որտեղ իր բոլոր էրոտիկ ֆանտազիաները կյանքի են կոչվելու։ Երեք մի բան էլ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ավելի առաջադրեցին Վահագն Խաչատուրյանը նշանակեց, հրամանագիր ստորագրեց նրա վարչապետ նշանակման մասին, բայց մի բան ասեմ, էլ ինչ որ երևի օրենքում դες փոփոխություններ ա եղել ինչ որ Իսկ տպավորություններ մինչ ազգային ժողովում կպարզեն այնուամենայնիվ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում թուրք տեսել է թե չէ, ոնց որ մեծ ԿՊՆՑ Ստակիստանը Վահագն Խաչատուրյանը ինքն գտար ասել մի հատ արագի մեջ ստորագրի քանի շուխուրչինգ է, քանի ինձ չեն պարզել թուրք տեսել են Թուրքիայում թե չէ։ Ու հետևից է գնացել էր վարչապետը, ասում նամակները գրությունները ուղարկել էր ստորագրման այդ որոշումները վարչապետը գնացել էր բանը Վահագն Խաչատուրյանի նստավայր այնտեղ հանդիպման բավոր չստորագրեց, բավոր այդ մարդը անուն ստորագրեց։ Ինձ թվում է վարչապետի այդ բանը մանյակալ վիճակի է հասել անվստահությունը իրա ինքն ինձ թվում է բոլոր թղթերի հետևից, որը վերաբերվում է իրա պաշտոնավարմանը, իրա տնտեսավարմանը, հետևից sense գնում է էլ անձամ։ Բայց ստահության բան կա, Հա, վաղ կա, որտեղ ինքն էլ է հասկանում, որ ինձ թվում է իրա թիմի ներսում իհարկե կան իր բացառիկ նվիրյալները, որոնք որ այն բոլոր բարոյական շեմերը կարան հատեն ու իրանց տաբուրետի համար, իրանց տաբուրետի նստելու համար, պրեմիաների համար, ինչ որ բենեֆիտների համար կարան ամեն ինչ վերև անցնել, բայց ինքն էլ ազգում էլի, որ շտոկը մարդ է, էլի բավոր բռնեցին ու փոխեցին, բավոր բերեցին այն մի քանի օկոն Արարատի մասին են խոսում Միրզոյան, Արտուր Գրիգո, ով էր այն Սովբեզը, Արտուր Գևորգյան, Արմեն Գևորգյանի մասին են խոսում։ Գրիգորյան Գացին բոլոր անուն ազգանները։ Այն մյուսը ով էր Սուրեն Պապիկյանի հնարավոր ինչ-որ մեջ բան կա, էլի բզբզոց կա, վախ կա։ Հա, բայց խորհրդարանական երկիր ենք, այնուամենայնիվ գոնե ձևական ինչ-որ մի 5 րոպե պետք է քննարկում տեղի ունենար, որ առաջադրվում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը, կարող է մեկն էլ հարցնում էր Նիկոլ Փաշինյան, դու Թուրքիայում թուրք տեսել ես թե չէ։ Ինչ-որ մի ձևական գոնե քննարկում պետք է չէ, թե հենց տակից սղստեին Վահագն Խաչատուրյանին ասեն մի հատ։ Դե չէ, արդեն որոշված, ընդեղից շնորհավորել են արդեն բոլորը վարչապետին հաղթանակի կապակցությամբ Թուրքիայից են շնորհավորել, Ադրբեջանից են շնորհավորել, էլի տարբեր տեղերից են շնորհավորել։ Ընտրությունների կես գիշերին արդեն Նիկոլ Փաշինյանը ինքն ինքն իրան է շնորհավորել, հա, Նավսեկիսուչին իրան է շնորհավորել։ Ձևականությունները։ Դե հա, հա, ինչ հիմա այս ստորագրություններն էլ բան տես հրաժարական հետո նորից առաջադրել։ Հա, կարեն այսպես ամսաթիվը ջնջեին նախորդի, ըստեղ ամսաթիվը փոխել։ Ջնջել են պետք է։ Մեկը սարքեն 6, հեշտ է, չէ՞։ Ասես կապիկություններին էլ թարգային մարդիկ ամառած շոքա Դե առհասարակ հաջորդ этаպով ինքը Վահագն Խաչատուրյանը ու այն ժողովրդավարության համար զոհվող այն քաղաքասարակության ներկայացուցիչներն ու կուսակցությունները կարան իրար գլուխ հավաքել, вообще որոշել որ անդրություն ինչ են կանում։ Մեզ Աստված տվել է Նիկոլ Փաշինյանի նման փառահեղ ղեկավար, եկեք սաղս գնանք սրանց հետո բան։ Ինչն է պետք ընտրությունները, անկեղծ։ Ահա, մի հատ էլ ասում է այդ ջրերանգածը։ Անկեղծ 2021 թվականից մենք նույն ռետորաբանությամբ գնում ենք ընտրությունների։ Բայց բարին մենք մի քանի ամիս առաջ նույն ռետորաբանությամբ բոլորին հորդորում էինք որ գնան ընտրությունների եւ տես անգամ 1.5 հոգի գնացին ընտրությունների։ Այսինքն դա էլ է աննախադեպ։ Հիմա մենք էլ ենք մեզ հակասում։ Գնացին ընտրության։ Չէ, իհարկե կատակ են։ Բայց եթե սեն շարունակվեց կարեն, ես վստահ եմ, որ մյուս ընտրություններին, չգիտեմ, 1.000.000 հոգի կգնան ընտրությունների։ Դե այն փոփոխությունները, որ բացի ընդդիմությունից, նաև բանը, այն փոփոխությունները, որոնք կատարեցին այս իշխանությունները, որ ովքեր որ վերջի ընտրություններից 6 ամս առաջ չեն ապրել, իրանք չեն կարող մասնակցել ընտրությունների սահմանափակումը դրեցին, հակասահմանադրական իդեպ գործողություն իրականացրեցին
խոսեցին, հերթական հակասանդրական գործողություն իրական։ Էլի շատ քիչ մարդ հնարավորություն են Չէ, բայց մի բան հաշվի առեք, որ չի բացառում, որ հաջորդ ընտրությունների, մինչև հաջորդ ընտրությունները Հայաստանի ազգաբնակչության թիվը մոտ 300,000-ով ավելացած լինի։ Ես դա չեմ բացառում։ Բայց 300,000 ինքը չի Ինչով փոխվի։ ավելանալու։ Ինչ է տեղի ունենալու։ Ներգաղթով։ Ճակերտավոր Նիկոլ ներգաղթ։ Փաշինյանը 5 միլիոն է խոսք տվել, Ալիևն 300,000 է խոստացել որպես օգնություն։ մոտավորապես Մարդը ասել է բառացի։ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել 5 միլիոնը ինչի հաշվին է ինքը, ում հաշվին է ինքը ստանալու, դե ստեղ ինչ որ բաներ կա։ Բայց Ադրբեջանի ներխուժումը ստեղ ազդեցություն ունենալը ինքը տենց բանով չի լինել, որ ասենց գան Նաբեգում Դե հա, մի օրում իրանք շատ խելացի մտածված հետևողական ինչ որ process-ներ են անելու ու ես օրինակ այն օրը մտածում եմ լավ sense որ էլի նորից չկիսելով լիքը մարդկանց քաղաքական հայացքները, բայց այն մեծ բիզնեսները, որոնք ունեզրկում են, մտածում ես լավ, պետությունը ինչ-որ բանով պետք է ապրի, չէ, դրա համար բիզնես է պետք, եթե այդ բիզնեսը դու կազմաքանդում ես կամ պետության տակ ես վերցնում, հետո հասկանալու ես, որ չես կարողանում կառավարել, սեփականության վերաբաշխում կլինի։ ում ես տալու, որտեղից ես այդ կապիտալը բերելու, ու այստեղ գալիս է ասում է, ցամբ, այստեղ գալիս է Ադրբեջանից կապիտալը, ինչ որ մի պահի գան հասցնեն քեզ մի հատ ողորմելի վիճակի, որ դու, բացա չէ, որ ոչ մի նորմալ adekvat մարդ բիզնեսմեն չի գալու, ստե փող չի դնելու, որտեղ եթե խուլիգանավարի մարդուց բիզնես ես խլում, քո ազգային պատկանելություն ունեցող, քո երկրի համար քիչ բան չարած նորից կապ չունի, դու սիրում ենք այդ մարդուն, չենք սիրում։ Եթե մարդը իր կապիտալը ազգությամբ էլ հայ է բերել, այստեղ դրել է, ու դու իրան ունեզրկում ես, դրսից կտանը կապիտալը դեբիլ է, ինչա, դեգեներատ է, ինչա որ բերի այստեղ փող դնի, բարձր չէ որ չի դնելու։ Ինչ որ этаպում մենք ունենալու ենք լճացումը ջահանամ, մենք ունենալու ենք անկում, ու որտեղից են փրկարար փողերը գալու, մեր Ադրբեջանից եւ Թուրքիայից իրելի, բերելու են փեշով փող տապեն, սրանք էլ ուրախանան ծապտան, ասեն էլ նայեք Բաթումի օրինակով նայեք, ինչ սիրուն բաներ, այն չեն ասելու, որ ստեղ գալու է, ուղղակի անեքսիա անեն, գալու են քո բոլոր ամբողջ բիզնեսը, հիմա ստեղ են որ ողբացողներ կան, են ողբը սենց մազերը պոկելով ասում Ռուսաստանն էսա վերցրել, էսա վերցրել, հաջորդել գալու է Թուրքիան է վերցնելու, էսա վերցրել, էսա վերցրել, էսա վերցրել, ու նա ստրատեգիական նշանակություն ունեցող ինչ որ կառույցներում, լավ տեսեք ոնց է ներգրավում լինելու, թե չկարողանանք ինչ որ ձևի կանխել։ Բայց ինչ անում էր ընդդիմությունը, ճիշտ է, հարցնում դու դուրացրես Թուրքիա, դու տեսես, թե չես տեսել։ Լավ, ինքը երիտասարդ տղա է, չեմ ուզում ասում, թող չնեղանա, չեմ ուզում շատ թիրախավորեմ, բայց չզգա, հետո մտածի աշխատի իր վրա ինչ որ հարցերը շտկի, ավելի փորձառու իր գործընկերների հետ, եթե կարիք ունի հանդիպման, սուպերիքը մարդ կա, որ պատրաստ է օգնել, ոնց ձևակերպել հարցերը, պիտի աշխատի իր վրա, հենց չի էլի որ քեզ սաղրում ենք, բայց դու էլ պիտի հասկանաս, որ Թուրքիան թուրքեր է։ Բարձրամաբանական հարցը, որ անցել է սահմանից ենքում, պարզով որ այնտեղ նաև թուրքեր են ապրում։ Դժբախտաբար Թուրքիայում մեծ թվով նաև կրիպտո հայեր են ապրում, կրիպտո հույներ են ապրում, այդ էլ իմանաք մուսուլմանացված բռնի ու դա ցեղասպանության հետևանքն է, այդ էլ ասեմ, նավսեկի իմանա, եթե հանգարց չգիտի էլի, կամ տեղակ չեմ պահել իրան դրա մասին։ Կարեն, ես նաև կուզենամ, քանի որ Նինան նաև իրավապաշտպանության հետ կոնկրետ աղերս ունի։ Հենց իրավապաշտպան է։ Այո, դե հաշվի առնելով վերջին տարիները հատկապես, որ հիմա չի վեհապարի հետ կապված էս աղմուկը, հա, նաև դատախազությունը տեսանք, որ ուղարկել է նորից գործը դատախազություն, ուզում է վերաբացել, այս ուր է տանելու, այնուամենայնիվ կմեկուսացնեն վեհապարին եւ տեղը իրենց այսպես ասած տիրադա որևէ մեկին կտանեն այդ աթոռին կնստացնեն։ Բոլորովին չեն բացառում, որովհետեւ այս իշխանությունը ինքը ցինիզմի բոլոր թույլատրելի սահմանները հատել է։ Մեր նախորդ իշխանությունները պակաս ցինիկ չեն եղել, մենք ունեցել ենք իրավիճակներ, իրադարձություններ, որոնք որ գլուխդ բռնում նստում էր, բայց հանուն արդարության այս աստիճանի ցինիզմի ու բարոյականության բոլոր նորմերից դուրս գործողություններ իսկապես չի եղել։ Ես այսօր առավոտը մեկի հետ ճղայնացած խոսում էի, ասում եմ, հələ ես հասցրել եմ, այս առավոտուց խոսամ նա, ասում է, դե բա նախկիներ, ասում հասկանում ես, նախկիների ժամանակ, դաժե որ մարտի 1-ը եղավ, քրեական գործ հարուցեցին։ Քրեական գործը ճիշտ է, քրեական գործով ապորինի դատվեցին լիքը մարդիկ, բայց օրինակ բանով ես էլ եմ անցել մարդիկ 10 զոհերի հետ կապված քրեական գործը միջև վերջերս փակված չէր, հասկանում եք։ Նիկոլա եկավ այդ գործը։ Սերժ Սարգսյանի ժամանակ ինքը փակված չի եղել, որտեղ ինքը հասկացել է Սերժ Սարգսյանը, որ այդ գործը չի որ կարած դնես փակես ու ճանապարհես։
բանի սարի թաղի ծեծու ջարդիկ վնասվածքների բաների հետ կապված գործը փակված չէր Սերժ Սարգսյանի ժամանակ 15 թվական էլեկտրիկ Երևանի ծեծու ջարդի գործը Սերժ Սարգսյանի ժամանակ հարուցվել է ու չի փակվել հասկանում եք Սերժ Սարգսյանի ժամանակ լավ հարցրեք ես հրար չնաշխարիկներից էլ հարցեք ինչ կա այդ գործերից հələ տեսեք ինչ են արել այդ գործերով հասկանում եք ու ես ինչ եմ ասում որ նախկինները էլի սահմաններ անցնում էին բայց իրանք ինչ որ ստոպի զգացում ունեն սրանք ընդհանրապես ստոպի զգացում չունեն ուստեղ այնքան կարևոր է մարդկանց բացատրել որ կապ չունի դուք սիրում եք կաթողիկոսին թե չեք սիրում իր անձի հետ կապված ինչ որ տարաձայնություններ անհամաձայնություններ ունեք թե չունեք սա ոչ թե իր նկատմամբ հագործողություն այլ սա հայրաքելական իսկապես հայրաքելական եկեղեցու նկատմամբ հարված է եւ սա հայկականության դեմ ուղղված process է անգամ եթե ինչ որ մարդիկ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ են հավատացյալներ են ուրիշ թիմերի իրանք պիտի հասկանան որ հայրաքելական եկեղեցու պատմական դերը այնքան մեծ է եղել որ նորից մի անձի հետ դա չի կարելի կապել որովհետեւ ես ամեն անգամ այդ եմ ասում ցավոք սրտի լավ կաթողիկոսները եւս հեռանում են բան պայմաններով որովհետեւ բոլորի խաղի կանոնները բոլորիս համար նույնն են բարեբախտաբար վապն էլ է հեռանում հիմա մի անձի հետ կապել մի ամբողջ եկեղեցու կազմաքանդումը ինչքան նորմալ է ու adekvat է որտեղ լիքը մարդ են անում Նինա որտեղ իրանք մտածում են որ կաթողիկոսին վարկաբեկելով իրանց հետևում կանգնած այդ մարդիկ առաջ են գալու որովհետև հենց չի հա որ կաթողիկոսին կան մարդիկ որոնք այդպես շատ սիրում են կամ ասենք չգիտեմ եւ իրենք հատուկ թիրախում կաթողիկոսի ասեմ տենց առանձնապես այն հարցը որ առաջ բերվեց իրա ինչ է ոնց է կոչվում կուսակրոնության հարցը որ առաջ բերվեց իսկ թվում ոչ մեկի վրա չազդեց Դից առանձնապես մինչև իմ էլ չի ազդում։ Այդ կուսակրոնության հարցը ընդհանրապես արդեն օրակարգում չի։ Նա դա ուղղակի պատրվակեր են ստարտ։ Չախոյանը նոր ազգային ժողով եկել, երևի հետ է մնացել։ Բայց չի բացառում մարդկա հիմա նորից Քայլանի մերժի Սերժին, ասենք որտեվ այն տարիներին չի արել, չի հասցրել հիմա նույնն էլ Տարոն Չախոյանն է, նոր է մտել ազգային ժողով։ Նոր է խոսում։ Դեպքերից հետ է մնացել։ Սասլուշիցան էլի դեպքերից հետ է անգել։ Դատեք դե հիմա կտեսնեք տեղը չեմ ստացել շեֆ ջան ասմալը տես ինչ եմ անում իսպալնյատ ասած բանը Նինա որպես իրավապաշտպանի մի հատ ցավոտ հարցի մասին էլ խոսենք բանակում տեղի ունեցավ այս բռնա չգիտեմ ինչ անվանում տամ բռնարարքներ ասեն որովհետև նա իբր խաղաղությունը Ադրբեջանի հետ արդեն ոչ մի խնդիր չկա սահմանից չեն կրակում բայց գրեթե համարյա չափազանցված չլինի արդեն ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք ծեծ ինքնասպանություն, սպանություն, բռնարարքներ, չգիտեմ, ոչ կանոնադրային հարաբերություններ, այսինքն ինչով է սա պայմանավորված, արդյոք նա այն հանգամանքով չի նայ, որ բանակը գաղափարազրկել են, արդեն բանակում չկա գաղափար Չգիտեն ինչի համար են այնտեղ հավաքվել, ոչ սպայական կազմել, չգիտի ինչի համար է ինքը вообще ծառայում, ինչը պետք է պաշտպանի եւ արդեն կազմաքանդվում է բանակը, ինչի արդյունքն է նաև այն այլանդակությունները, որոնք մենք այսօր որոնց ականատես ենք։ Իմիջիալից ասեմ, այս նենց չի, որ նոր խնդիր է ու այս մենակ այն ինչ որ մենք հիմա ենք տեսնում այս վերջի մի քանի տարիներ, դրա համար պատճառը մենակ դա է, մենակ դա չի, որտեվ այս սպանությունները, բռնությունները, ովքեր որ զբաղվել են այս ոլորտով, իրանք գիտեն, որ սա անհաշվելի թվով մենք զոհեր, նո հաշվելի են իհարկե, բայց մեծ թվով զոհեր ենք ունեցի, ավելի մեծ թվով բռնության դեպքեր են եղել, որոնք որովհետև չեն երևացել։ Այսինքն մարդիկ նախընտրում էին չխոսել այդ բռնությունների մասին, որտեղ հասկանում էին, որ խնդիրներ են ունենալու։ Նենց մի հատ ծանր բան ասեմ, մենք ուրեմն 20 տարի առաջ տեղի ունեցած 20-25 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքով մինչև հիմա վկաները բանակում տեղի ունեցած սպանության դեպքով վկաները մինչև հիմա չեն խոսում դա ինչի մասին է խոսում որ այդ մարդիկ վախում են այդ նշանակում է որ այն որ ասում են մենք արդարադատության համակարգը բարեփոխել ենք դատարանը բարեփոխել ենք սա համակարգերը բարեփոխել ենք բանակը բարեփոխել ենք բայց այդ մարդը որ 20 տարի առաջվա դեպքի մասին չի խոսում քեզ ոչ մի բան չի ուշում դա մի դեպք չի դա երկու դեպք չի բա երեք դեպք չի դա մեծ թվով դեպքեր են որտեղ մարդիկ իսկապես վախենում են մենք քեզ գալիս են առանձին ինչ որ ասում են բայց քեզ ասած տվյալը ինքը ինֆորմացիա չի էլի ինքը դու չես կարող որպես ապացույց օգտագործես դու իրան պիտի հրավիրես դա պաշտոնապես ինչ որ ձևի ասվի բայց այդ մարդը ասում է որ դեսի ես ընտանիք ունեմ արդեն, ես երեխա ունեմ, ես չուտենի թորատեր եմ արդեն, ես չեմ կարող տենց հարվածի տակ դնել։ Ու սա մի պրոբլեմն է, որ երկար տարիներ գործերը
նախ բանակը զինվորը ընկալվում է որպես բոլոր ժամանակներում ընկալվել է որպես ռեսուրս։ Ինքը չի ասում որ այդտեղ մարդ հատանում է։ Ինքը ասում է այսքան բացին կանենք, այսքան ավտոմատ ունենք, այսքան տանկ ունենք, այսքան զինվոր ունենք, մարդը որպես մարդ ինքը չի ընկալվում այնտեղ։ Ու տենց եղել է բոլոր ժամանակներում։ Երկրորդը այն որ տարբեր դեպքի իրադարձություններ են ունենում բռնության ու դա որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվում։ Ես այս վերջի դեպքը որ եղավ, ասի դե մի հատ սերժանտ, մի հատ շարքային կբռնեն, այս տենց էլ եղել է, բարձրացնում մի հատ սերժանտ, մի հատ շարքային, ու տենց միշտ է եղել։ Մի հատ տենց մոլորված սերժանտ են բռնում, ինչ որ դեպքի, ոնց ասեմ, ծանրությանը ոչ համարժեք մի քիչ ավելի թեթև բան են դնում վրան, որ բոլորը ներգրաված չլինեն, էլի։ Ու պատասխանատվության հարցը զրոյական է համարյա թե։ Մենք համարյա թե չունենք դեպքեր, երբ որ մարդիկ իրական պատասխանատուները բերվել են դաշտ պատասխանատվության։ Ու այս վերջի տարիների հետ ես ինչ եմ կապում, երբ որ առաջի դեմքի մակարդակով կանգնում եմ, ասում եմ, սաղիթ կզծվելու եմ, սաղիթ տեսեմ անել։ Դա մարդու մոտ, հատկապես երիտասարդ չձևավորված մարդու մոտ, որպես նորմալ վարքագծի կանոն է ընդունում։ Մի քասվոբը լավ տղենով որ եղել կա իշխանության, ով որ սոված է եղել հիմա տենց ձուկ չի ուտում, որովհետև այդ ձուկը ոնց որ իր սրտով չի, համով չի յուղոտ է, բա լավ տղեն է դա, լավ տղեն էլ ասում է սաղին պիտի բռնություն է ցնում։ Ասում է պիտի սաղին կզծնեն։ Հասկանում ես, ու դա ընդունում է որպես վարքագիծ։ Ու պլյուս այն որ ասում քրեական ենթամշակույթ, այո, քրեական ենթամշակույթ է, բայց դա առանձին ծնողը չի դաստիարակում։ Հաստատապես դու, ես, այն մարդիկ ովքեր մեր շրջապատում կան, մենք մեր շրջապատում համարը չեն, կան ինչ որ առանձին դեմքեր էլ, բայց կներեք, ինչ որ բոլորս քրեական ենթամշակույթի մեջ են դաստիարակում, լուրջ է ասում։ Ասում բարոյական նորմեր ինչ որ բաներ չկան, հա ստանդարտներ, որ մարդուն չի կարելի դնել ու խեղդել, ասենք ինչ որ բաներ։ Էդել մյուս խնդիրն է, ամբողջությամբ բարդել ընտանիքի միայն ընտանիքի վրա չէ, որովհետև երբ որ դու ասում ես, որ ես ունեմ կայացած համակարգ, բանակը կայացրել եմ որպես համակարգ, հիմա այն մյուսը ասում է, եկել եմ update եմ արել, փոփոխություններ եմ արել, ռեֆորմներ եմ արել, այդ ինչ ռեֆորմ է արել, որ մի քանի հոգի գալիս են ու քանդում են այդ քո բանը, մի քանի քրեական ենթամշակույթ կրող մարդիկ գալիս ու ավիրում են այդ քո համակարգը։ Դու ոչինչ չես փոխել։ Տենց ավելի հարմար է։ Առաջ չի գալի նաև քաղաքական պատասխանատվությունը, բացի իրավական պատասխանատվությունից, ոնց որ ասել, ինչ որ չենք տեսնում բարձրաստիճան սպայական անձնակազմից ինչ որ պատասխանատվություն կրողներ, բայց նաև կա քաղաքական, չէ, պատասխանատվությունը, եթե ղեկավարությունը պաշտպանության նախարարության իզորու չէ հաստատել կանոնադրային հարաբերություններ բանակում, տրամաբանությունը հուշումը պետք է հեռանան։ Եթե չես կարող գնալ։ Ընտրությունների նման, էլ ինչ ենք ընտրություն անում, էլ նախարարը ինչ ենք պահում։ Ինչին է պետք քաղաքականությունը մշակող կամ շտաբի պետք ինչ ենք պահում, ժողովրդյան, ասում պատերազմը պարտվում եք, կանոնադրական բանը չեք կարողանում կամել, չեք կարողանում, բայց ձեզ պահում ենք ինչ անենք։ Այստեղ մենք հարց ունենք Տիկին Նինային են ուղղել, ասում են խելացի կին է եւ Հայկը բժիշկ նույնպես, ինչու խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին այդ անիմաստ թեզով, ոնց որ հատուկ արած լինեին, որ հանկարծ չընտրվեն։ Այդ բոլորին դեպն թեզի հետ է կապված։ Ամենայն հավանականությամբ հա։ Ժորժան, երբ որ կա շատ կարճ ժամանակ, իսկ մենք իրականում շատ ուշ սկսեցինք, շատ ուշ, գիտես ոնց է, այն որ դու ամեն անգամ ասում ես քո կարողությունները, քո ներուժը, քո փորձը օգնես ինչ որ թիմի, որ այդ ինչ որ քաղաքական թիմը գնա առաջ, այսինքն դու չես ուզում մտնես, ոչ թե չես ուզում մտնես, որտեղ չկեղտոտվես, որտեղ դու շատ մաքուր ու պուպուշ ես տեն։ Այլ մտածում ես դու ուրիշ աշխատանք ես անում ու ված չես անում քո աշխատանքը, օգնես թիմ։ Երբ որ հասկանում ես, որ այդ թիմերը չկան, որ բոլորը ինչ որ չես հասկանում ինչով են զբաղված, մենք որոշեցինք առանձին, որ մտնելու ենք քաղաքական process-ի մեջ։ Հետո հասկացանք, որ անլուրջ է վերկանալ գնալ ու ամեն մեկը շատ քիչ թվով ձայներ հավաքել ու որոշեցինք, որ պիտի միանանք, ինչի շուրջ պիտի միանանք, մեծ պրոյեկտի շուրջ միանալը շատ բարդ է լինելու։ Ես հասկանում եմ, որ բոլորին դեմ են պրոյեկտի, այդ Spider-Man-ը, այդ կատակները, այդ ակցիաները մարդկանց մոտ ինչ-որ ժպիտ են առաջարկել, բայց մենք շատ լուրջ քաղաքական առաջարկ ենք արել, շատ լուրջ քաղաքական առաջարկ ենք արել։ Մենք ասել ենք, որ այս սահմանադրությունը թույլ չի տալի նոր ուժեր մտնելու։ Դուք չեք օգնել նույն մարդկանցից, նույն քաղաքական ուժերից, նույն քաղաքական ուժերի նույն ղեկավարներից, նույն առաջնորդներից, նույն առաջի դեմքերից չեք օգնել, մենք օգնել ենք։ Մենք ասում ենք, որ պիտի փոփոխություն 21000-ից ավել մի քիչ ձայն ենք հավաքել ու դա շատ մեծ թիվ է, հաշվի առնելով, որ մենք չունենք այդ փողը, Ժորժան, մենք մեդիաներ չունենք, մենք փող չունենք բոլոր տեղերը մեր բաներները Բայց ակցիաները կրեատիվ էին շատ, իրական։ Դրանք ուշադրություն գրավելու համար են, որպեսզի կարողանային գաղափարը տարածենք, իսկ գաղափարը նորից շատ կարևոր է, մենք ուզում ենք մի տոկոսի չեսնել շեմը, մենք ուզում ենք, որպեսզի այդ
երբ որ Նիկոլ Փաշինյանը հավաքել է 40-ից 48%, Ես էլ ձեզ ասում եմ ավարյան, որ ասում ենք վթարդեր ունեցել։ Խայտարակ վիճակը։ 48% երբ որ հավաքում է ու իրան ավտոմատ տալիս են ավելի շատ ձայներ։ Այս process-ը օրինակ չլիներ, այն ինչ որ դուք ականատեսեք լինում, ոնց է ստացվում, որ մարդը ստանում է ավել ձայն, քան հավաքելը, ոնց կարա տենց բան լինի։ Ու հա, բոլորին դեմ եմ թվաթերթիկ ենք ուզում ստեղծել, որպեսզի դուք ոչ թե ասեք չեմ գնալու զզվում եմ բոլորից հետ, այլ գնայք բոլորին դեմ քվեարկեք ու կարողանայք ինչ որ ձևի ազդեցություն ունենալ, որտեղ այդ բոլորին դեմ հավաքած բաներով ձայների համապատասխան այդ դալիճում դատարկ տեղեր մնալու։ Ու ձեր ձայները շահելու, չէ, ափսոս չի, որպեսզի այդ ձայները ինչ որ հավաքեցիք, որտեղ ստացվեց որ լսի, չէ, նայ, ափսոս չի ինչի, ափսոս չի ինչի, որովհետև մենք նաև ես համոզված եմ, օրինակ մեծ ձայն տվողները երբեք չէին տա իրենց ձայնը, օրինակ Ծառուկյան Գագիկին, երբեք չէին տա իրենց ձայնը Քոչարյանի, ոնց է Կարապետյան Սամվելին չէին տա։ Այսինքն դա նոր եկած ձայներ էին, որի հաշվի Նիկոլ Փաշինյանի ընդհանուր տեսակարար կշիռը ձայների ավելի այս Չէ, վթար չի, շրջինա երևի խողովական նորից հանել են։ Դրել են նորից հանել։ Կամ ինչ որ մեկը ինքնահաստատվում է այստեղ, էլի։ Շատ հավանական է, որ հիմա քայլեն եւ տեսնեն նոր փոսը։ Ասեմ, խողովակը դրել են նորից հանում են, ինչ մի բան է ինչի եղել։ Մի խոսքով մեր հավաքած ձայները նաև մեր հավաքածայների հաշվին է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել այդքան ձայն հավաքել, որովհետև մեծ քանակով մարդկանց, այո, այդ 3-5-րդը նաև այդ 20,000 մարդը, որոնք մեզ վստահեցին, իրանք են ապահովում 3-5-րդը այսօր չունի Նիկոլ Փաշինյանը։ Տրամաբանական հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ չէր հարցումներ էր, չէ՞, ինչու էս ողջ։ Հիմա այդ դեպքում ինչու ձեր հանդեպ քրեական գործ չեն արուց։ Հա, չէ, կասկածելի է, ազատության մեջ։ Չէ, բայց ես տունս զգուշացրել եմ, չնայած հիմա նեն չի որ նոր եմ զգուշացրել։ Ես դեռ շատ վաղուց իմ ընտանիքի անդամները գիտեին, որ ես լիշտո Ժորժ ջան, պանիկայի մեջ չեք ընկնում, նորմալ է, մի օր պիտի գան տանեն, որ իշխանությունն է լինի, ինձ մի օր գալու են տանեն, ամեն ինչ նորմալ է։ Հա, բայց նախորդ իշխանություններին ես հիշում եմ մենք ինչ ակցիաներ ենք արել, ինչի միջով ենք անցել, Բերման ենթարկել են ինձ մի անգամ բանի էս Նիկոլ Փաշինյանի ժամանակ են բերման ենթարկել, Ադինոշնի պիկետ անելու համար։ Ամեն ինչ հələ արխիվում է, չի բացառվում, որ հաջորդ կառավարության նիստից հետո ճեպածրույցի ժամանակ օրինակ ոնց որ Դրմեյանի հետ եղա, որ Նիկոլը ասացել է մի րոպե, Լիպարիկ Դրմեյանը մի հատ գնացեք, իր հետևից հիմա չի բացառվում, որ հաջորդ ճեպածրույցի ժամանակ Նիկոլը ասի մի րոպե, Նինա Կարապետյանցը մի հատ դատախազությանը հորդորում եմ ուսումնասիրի մի հատ գործունեություն։ Ես կատակ չեմ անում, որ ասեմ սպասման բանի մեջ եմ, որովհետև ես օրինակ ու երբ ասացի, որ չեմ հետևում այս process-ներին, պատահական չասեցի, որովհետև դու ժամանակ, ռեսուրս, ներվ ես քայքայում այդ դրա վրա, ես նախընտրում ես ամբողջ ժամանակը մենք օգտագործենք նրա վրա, որ իսկապես նոր պրոյեկտ ստեղծենք, երբ որ ասում ենք, որ փողոցը նույն մարդիկ չեն կարա գեներացնեն, ես համոզմունք ունեմ, որ մենք պիտի մեր հասարակությանը նոր առաջարկ անենք։ Մենք հիմա արդեն զուգահեռաբար աշխատում ենք ու դրա համար եմ ես վստահ, որ մի օր գալու են հետևներիցս, բայց քանի որ դա անձի շուրջ չի, Նենց չի որ այ Նինան մեր թակավորն է, Նինան որ տարան սա քանդվել է, չէ, շատ խելացի, շատ կակրաս Նինան այն բանն է, ոնց է կոչվում, տրամպլինն է, ավելի իրար հավաքելու կամ Նինային օգնելու։ Դեպքում կվերցնեն տրամպլինը։ Տո ջանամը վերցնեն դեռ այնքան տրամպլին կա, որ ասում եմ թող իրար նստեն սպասեն, հա, բոլորն են դեռ թխմոր, որտեղ շատ տարբեր քաղաքական թիմերին ընտրություններին մասնակցած շատ կրեատիվ, շատ մտածող մարդիկ են, նորից բոլորը տեղել են տարբեր քաղաքական թիմերում, մասնակցել են, հասկացել են, որ չէ, եթե այնչի ինչ որ մենք առաջարկում ենք այսքան ժամանակ համակարգային փոփոխություն պիտի լինի ու նոր ընտրություններ պիտի լինի, կոալիցիոն պիտի լինի այս ամեն ինչը։ Ոնց որ մենք հիմա դրա վրա ու մեծ պրոյեկտ պիտի առաջարկես, ժողովուրդը ես հասկանում եմ, որ մեր մոտ այնց պրիմիտիվացրել են, ասում եմ ժողովուրդը եթե իր թոշակի 10,000-ի մասին չես խոսում, ոչ մի բան չի հասկանում, տենց չի։ Մեր ժողովուրդը շատ կոնկրետ բան ունի, պահանջ ունի, ինչ որ բան փոխելու պահանջ ունի։ Մենք հիմա օրինակ նստած շատ տենց մի քիչ դժվարություններով, բանավեճերով, տենց իրար չհասկանալով նստած, բայց քանի որ բոլորս հասկանում ենք, որ հանուն ինչի ենք մենք դա անում, իրար հետ այդ անկյունները հարթելով, լավագույն տարբերակ ընտրելով, հիմա այդ պրոյեկտի վրա ենք աշխատում։ Մենք պիտի ստանանք, մենք պիտի հնարավորություն ենք առաջարկել մեր ժողովրդին նոր լուրջ հայկական պրոյեկտ,
եւ նոր թիմեր, որոնք պիտի գան այդ ամեն ինչի իրանց վրա վերցնելու, դա պիտի լինեն երիտասարդություն, ասում 35+-ը պիտի լինի, այդ մարդիկ են, ովքեր կայացած են, ովքեր արժանինքներ ունեն, ովքեր հայրենասեր 35+-ի մեջ Բայց ես օրինակ մտածում որ իմ հասակակիցները անգամ իմ հասակից դուրս գան, որտեղ մենք մեզ սպառել ենք։ Ես համարում եմ, որ մեր սերունդը իրան տրված հնարավորությունը պետությունը պահելու հաջորդ սերունդին հանձնելու մենք չենք կատարել։ Նենց չի որ մենք կռիվ չենք տվել, որ մենք փողոցներում գցած չենք եղել, չենք պայքարել, չգիտեմ, ճնշումների չենք ենթարկվել, դժվարություններով, տենց թաց, չոր, սախ առնված իրար չենք արել, պատերազմում են եղել իմ հասակակիցներին, բայց մենք ինչ որ բան պրավալ ենք տվել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը անդադար արտադրվում է։ Այսինքն մենք իմ սերունդակիցները չեն կարողանում ինչ որ բան առաջարկել, ու հետաբար ամենալավ բանը որ մենք ծնունդը եղավ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ցավալիով է փաստի համար էլի։ Բայց մենք ամեն ինչի մեջով անցել ենք։ Ես դրա համար եմ ցավում։ Անցել ենք, բայց արդյունքում տվել ենք Նիկոլ Փաշինյան, սա է փաստը։ Հիմա ամենալավ բանը որ մենք կարանք անենք, այ տրամպլին լինենք, որ մեր վրայով բերենք այդ երիտասարդությանը, որտեղ մենք չի ստացվում էլի մեր մոտ շտոտն են չի ստացվում։ Դե հերանեկարային չի, չէ՞ ամբողջ կյանքում տրամպլին լինել։ Չէ, ես ինձ օրինակ դրանից բացարձակ վիրավորված նվաստացած չեմ զգում։ Չէ, նվաստացման առումով չէ, բայց միշտ ինչ-որ տրամպլին լինել։ Դա մի բան չէ։ Համեցեցեք տրամպլինը մենք պիտի լինենք։ Ոչինչ, մեր սերունդի միսիան երևի հենց դրա մեջ է, որ մենք պիտի Տեղից այդ ուժված ծերունդ է ինքնից ասած տեսանք։ Լսի հա 90-ականներից սկսած ասված այդ ջարդը տեսած կիսասոված Երկրաշարժից դրանից հա բոլոր էտապներով մենք անցել ենք սերունդներ կա որ ինչ որ բաներ բաց են թողել չէ Մերը տրամպլիններ չէ ասեք մեր սերնդի ճակատագիրը տրամպլին լինել ես մի ցակ ուզում ընդվզեմ այդ դա մի չեմ ուզում մի ցակ ամբողջ հոգով չեմ ուզում ասած տրամպլին լինեմ ասեք մոտս ինչ որ ներքին ընդվզում առաջացել ու չի ձգում էլի ամբողջ գիտակցական կյանքը լինես տրամպլին որովհետև քաղաքական գործունեությունը իվերջո պետք է իր պտուղները տա տրամպլինը ինքնին պտուղ չի իմ կարծիքով էլի նայ ամեն բան պիտի իր իրականացնի նայ ժամացույցի մեջ ամեն մասնիկ ինչ որ մի հատ գործունեություն իրականացնում, բայց այդ ներքևի աշխատողների ամբողջ իմաստը այն է, որ վերևից ստրելկիկը սենց պտտվեն ու ճիշտ ժամանակ ցույց տա։ Հիմա ես ոչ թե ինձ տենց կուճուրացնում ասում ես այդքան չկան, որ վերևից չէ, բայց ես հասկանում եմ, որ եթե ես ներքևը այդ բզբզացողներից չնեմ, չօգնեմ այդ բաները պտտելու, մենք հայկական ժամանակ բառները փչացրեմ, բայց ոչ մի հատ բառ չկա։ Մեր ազգային ժամանակը չի ցույց տալու, հասկանում ես։ Այդ բախտի բերումով կարող եմ, ասում կանգնած ժամացույցը օր երկու անգամ ճիշտ ժամացույց տալի, ամեն 1000 տարին մեկ մի քիչ կարող է բախներս բերի։ Բայց մենք պիտի մեխանիզմ աշխատացնենք ու մեզանից ամեն մեկը պիտի ունենք արդյոք Նինա այդքան ժամանակ, որ կարողանանք սլակների դերում բերել նրանց, ովքեր դեռևս քաղաքական ճանապարհ ունեն անցնելու, դեռևս փորձառություն ձեռք բերելու, հղկվելու քաղաքական գրագիտություն, խոսքս քաղաքական գրագիտության մասը, որ թյուրիմացություն չառաջանա, քաղաքական գրագիտություն ձեռք բերելու եւ այլն ունենք, արդյոք մենք այդքան ժամանակը ավելի հարմար չէր լինի, որպեսզի մենք մեր սերունդը ասելով նկատի ունենք եւ նաեւ երիտասարդությունը միախառն լինեինք միաժամանակ թե այդ մեխանիզմը պատտեսնողը թե սլակները, որովհետեւ եթե մենք սկսենք տարանջատում դնել եւ սլակների դերում բերենք միայն երիտասարդությանը մենք մնալով պտտոսնողի դերում միգուցե սլակները ինչ որ մի բայ սկսեն չենթարկվել այդ ներքին համակարգին ամենամեծ խնդրեմն է որ մենք երբեք մենք չենք ընկալում մենք չենք բերում երիտասարդին ասում այս է քեզ թակավորությունը թակավոր է ինքը մենակ ոչ մի բան չի որոշելու բայց ինքը պիտի լինի այ երևացող մասը։ Մենք սովորել ենք, չէ՞։ Փուրը տված եղել մի քիչ թող իրան։ Դու երբ որ ինքը աշխատում եմ, երբ որ դու 35 տարեկան օրինակ բերում ես ասում ես այս պետությունը գնա ղեկավարի ոնց ուզում ես մեն միանձնյա կործանվեցինք էլի։ Չնայած ասում 60-ին էլ բերես էլի կործանվելուց եթե ինքը միանձնյա է կառավարում։ Երբ որ մենք բոլորս լծված ենք այն process-ին, որ այդ ստրելկիկը պիտի պատտվեն, իրանք երևացող մասն են լինելու։ Ես ինձ ված չեմ զգում
չերևացող մասի մեջ լինել, բացարձակ։ Մեզանից ամեն մեկը իր ֆունկցիան ունի։ Ինձ պետք չի որ տենց հուշարձան դնեն։ Ինձ պետք է որ այս մեխանիզմը աշխատի։ Այդ ինքնահաստատման բանն էլ կա։ Չէ, բայց փոքր կիսանդրի ունենալ, բայց առհասարակ ամփոփենք մեր այս եթե Նինան եթե ոչ մի բան տեղի չի ունեցել, կարծես թե միայն ելույթներ են դեռ, որովհետև եթե ինչ-որ բան լիներ, մեր ռեժիսորը դրա մասին տեղյակ կպահեր։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, մեր մոտ ավանդույթ է արդեն ինչպես նկատել եք ձևավորված, մշտապես բացումը անում եմ ես, փակումը անում է իմ գործընկերը, ընկերը Արտուր Հայրապետյանը։ Մենք այսօր շատ կարևոր թեմաների մասին զրույց, շնորհակալ ենք Շնորհակալ։ եկար, մենք դեռ շարունակելու ենք եւ կրկին կուզենանք որ մի օր նորից այցելես, որովհետեւ զրույցը ինքը նպաստավոր է, դրական է եւ փորձենք նաեւ մարդկանց հնարավորինս բոլոր կողմերից տեղեկացնել ինչա կատարվում երկրում եւ լուծումներ, որոնք շատ կարեւոր են հետագայում։ Այդ շատ կարևոր է որ մարդիկ չհուսահատվեն, մի քիչ կատակով, մի քիչ հումորով, մի քիչ հուսադրելով, բայց պետք է պարտադիր պետք է որ մարդիկ հասկանան, որ այնպես չի որ սա վերջ բրծավ աշխարհը փոխվի։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կհանդիպենք ուշփաթ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։